Սահակյան հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ստացել է հայտ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու սոցիալական այս պայմաններում նման քայլին գնալը ուղղակիորեն անթույլատրելի է։ Քիչ առաջ տեղի ունեցավ 4 քաղաքական ուժերի Բարգավաճ Հայաստան, Հայ հեղափոխական դաշնակցություն, Ժառանգություն եւ ՀԱԿ խմբակցությունների աշխատանքային քննարկումը, որտեղ մենք անդրադարձանք այդ խնդրին։ Բարգավաճ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ եւ մենք առաջարկում ենք ձեզ օր առաջ հրատապ կարգով հրավիրել խորհրդարանական լսումներ, հրավիրելով հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի նախարարին, ինչպես նաեւ հայտ ներկայացնող այն կազմակերպություններին, ովքեր ըստ իրենց տեղեկությունների շարունակում են աշխատել վնասով, բայց մազոխիստաբար շարունակում են չհրաժարվել այդ կազմակերպություններից։ Սա շատ հրատապ հարց է։ Եվս մեկ լումայի թանկացումը ուղղակիորեն կարող է ունենալ գործանարար հետևանքներ։ Մենք հորդորում ենք սա դարձնել ազգային ժողովի նախաձեռնություն, հրավիրել լայն ֆորմատով քննարկում բոլոր շահագրգիռ կողմերին եւ փորձենք հասկանանք, թե ինչ հաշվարկների հիման վրա են նշյալ կազմակերպությունները պնդում, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը ուղղակիորեն անխուսափելի է։ Կարծում եմ այդ մասին արդեն ուրբաթ օրը պայմանավորվել ենք, երբ պատրաստ կլինի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, քանի որ դեռևս նյութերը նոր են ստացել, շատ արագությամբ ուսումնասիրեն եւ այդ լսումները կկայանա ազգային ժողովում եւ լսումներին մասնակից կլինեն այն անձնավորությունները, որոնք պատասխանատու են կոնկրետ խնդրի լուծման համար։ Հարցի համար Նիկոլ Փաշինյան, համեցեք պարոն Փաշինյան։ Շնորհակալություն։ Պարոն Սահակյան, անկեղծ ասած կարծում եմ, որ էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված խնդրին ազգային ժողովը պետք է ոչ թե post factum արձագանքի, այլ մենք պետք է նախապես այդ հարցի վերաբերյալ քննարկումներ իրականացնենք, որովհետև կան բազմաթիվ հարցեր, ամենակարևոր հարցը հետևյալն է, թե ինչպես է Հայաստանի էներգետիկ ցանցերը, ինչպես են $300 միլիոն պարտ կուտակել։ Հիմա դուք ասում եք նաև, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոր է ստացել սակագնի փոփոխության հայտը, բայց հիմա արդեն նախնական ուսումնասիրությունից պարզում ենք, որ Բաշխի ցանցերի ղեկավարության կարծիքով սպառողները պետք է վճարեն նաև աստղաբաշխական թվերով իրենց վարձակալած Lexus-ների, Mercedes-ների համար եւ անտրամաբանական գնով դիրքորոշում որդեգրի, որովհետև իհարկե մեր օրակարգում կան բազմաթիվ հարցեր, բայց կարծում եմ այն մարդիկ, ընտրողները, ովքեր ձևավորել են այսօրվա ազգային ժողովը, ուղիղ պահանջ ունեն, որպեսզի մենք կարողանանք գտնել այս հարցերի պատասխանները եւ հասկանալ, թե որքանով է հիմնավորված բաշխի ցանցերի հայտը։ Շնորհակալություն։ Ես չեմ կարծում, որ այս հարցի համար պիտի բանակների բաժանվենք, ասենք այո կամ ոչ։ Սա իրոք, եթե էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է, դա բոլորիս հոգսն է, բոլորիս մտածության առարկան է։ Իսկ ինչ վերաբերում է հենց այսօրվանից քննարկելու համար, մենք որևէ նյութ չունենք դրա համար, դա ներկայացվել է համապատասխան լիազոր մարմնին, դա է այդ պատճառով ասում եմ, երբ արդեն լիազոր մարմինը պատրաստ կլինի, իսկ իմ տեղեկություններով այս 2 օրը արդեն իսկ որոշակի ուսումնասիրություններ կունենա, կհրավիրենք լսումների, այնպես որ ես չեմ կարծում, որ եթե նյութեր ունեք, խնդրեմ դուք ինչ-որ խոսում եք Lexus-ների կամ այլ չարաշահումների մասին, եթե այդ նյութերը ունեք, միանգամից համապատասխան մարմնին կարելի է տեղեկացնել, որպեսզի հարցը քննարկվի։ Եթե ցանկանում ենք համոզվենք, թե ինչպիսի վերլուծություններ կան, ուրեմն պիտի սպասենք, մինչև համապատասխան լիազոր մարմինը փորձի ներկայացնել ձեր բոլորիդ։ Հարցի համար Զարուհի Փոստանջյան, համեցեք Տիկին Փոստանջյան։ Պարոն Սահակյան, դուք հիշում եք, որ ես շրջանառության մեջ էի դրել հայտարարության նախագիծ, որը վերաբերվում էր Սյունիքի նախկին այն ժամանակվա մարզպետ պարոն Սուրիկ Խաչատրյանի
գործնեությանը եւ նրա կողմից կատարած նաեւ հանցագործությունների վերաբերյալ, որ նա մեղադրվում էր ծանր հանցագործությունների կատարման մեջ, այդ թվում նաեւ որ նա դատապարտված է եղել մի քանի անգամ եւ չպետք է պաշտոնավարի, դուք այդ նախաձեռնությունը այդպես էլ շրջանցելով ազգային ժողովի կանոնակարգ օրենքի պահանջները չդրեցիք շրջանառության մեջ։ Եվ մենք տեսանք այս վերջի օրերի ընթացքում, թե ինչպես Սուրիկ Խաչատրյանի որդին նորից փաստորեն ընդգրկված է այսպես կոչված վիճաբանությունների մեջ, որի հետևանքով մի երիտասարդ կորցրել է աչքը, մյուսը նորից ստացել է մանրական վնասվածքներ եւ այս մեղքի բաժինը նաեւ կարծում եմ դուք եք կրում։ Չէ՞ որ այդ երիտասարդները մեր հանրության մի մասն են եւ փաստորեն այս անպատժելի մթնոլորտի հետևանքով, Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարման հետևանքով դառնում են հասարակության փաստորեն նորից այս պաշտոնավարումը դառնում է հասարակության համար սպառնալիք։ Հիմա չեք պատրաստվում այդ իմ նախագիծը օրենքով պահանջված կարգով դնել շրջանառության մեջ եւ մենք անդրադարձ կատարենք վերջի վերջո այս անպատժելի մթնոլորտին, այդ թվում նաեւ Սուրիկ Խաչատրյանի գործնեությանը եւ նրա փաստորեն թմրամոլության մեջ, որ ունեինք մենք նաեւ այդպիսի արդյունքներ փորձաքննության, որ նա թմրամիջոցներ են օգտագործում, այս փաստորեն արատավոր ընտանիքը, որը ունենալով լծակներ, շարունակում է սպառնալիք լինել մեր հանրության հանդեպ։ Ինչ է կանելու այսօր։ Ես կարծում եմ մեզանից որևէ մեկը առավել եւս մեղքի բաժիններ չունենք։ Մեզանից յուրաքանչյուրը նման երևույթների նկատմամբ որոշակի պատասխանատվություն ունեն, առավել եւս ձեր այսօրվա խոսքը ավելի շատ վերաբերում էր ոչ թե ազգային ժողովին, դուք հանցագործությունների մասին եք խոսում, մեղադրում եք, դա ազգային ժողովի քննարկման հարց չէ, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր տեղեկությունների, կարծում եմ այսօր կամ վաղը հանրապետության դատախազը հաշվետվությամբ է հանդես գալու, կարող եք հարցադրել ավելի շատ մանրամասներ ունենալ, առավել եւս ցանկացած պատգամավոր կարող է ցանկացած մարմնի, որը զբաղվում է այդ գործում, հարց տալ գրավոր կերպով, բանավոր կերպով եւ պատասխանը ստանալ։ Իսկ ինչ վերաբերում է երևույթներին, որը այսօր շրջանառվում է, ես կարծում եմ այն պատգամավորներին, որոնց հարց են ուղղել, ընդ որում բոլոր եւ ընդդիմադիր եւ իշխանական, բոլորն էլ դատապարտում են, եթե հանցակաց կա, պարզապես պիտի հանցագործը պատժվի։ Հարցերն ավարտվեցին։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ մտքերի փոխանակության համար հերթագրվեք։ Հիշեցնեմ, որ խմբակցությունները կարող են հայտ ներկայացնել 2 րոպե ելույթ ունենալու համար հերթագրում։ Հերթագրվել է 6 պատգամավոր, Հրանտ Բագրատյան, համեցեք պարոն Բագրատյան։ Պարոն Սահակյան, այստեղ բարձրացվեց էլեկտրաէներգիայի սակագինը, ես ես հավատացնում եմ, որ վիճակը կատաստրոֆիկ է, էլեկտրաէներգիա, գազ, մայրիկ մոտ 1 միլիարդ պարտք կա, դոլար, եւ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը իրականում 6 միլիարդ է, ուզում եմ նաեւ բնովել, երբ որ մենք ասում ենք, երբ որ երաշխիք են տալի պետության անունից, եկեք այդ երաշխիքներն էլ պարլամենտով հաստատեն, որովհետեւ դրանք միևնույն է պարտք են։ Իհարկե, այս կառավարությունը հայտնվել է դժբախտ իրավիճակում, որովհետև այդ խնդիրը պիտի լուծվի, բայց ես ուզում եմ նշել հետևյալը. Ռուսաստանում ջեկերին արտադրում են հոսանքի 67%-ը, Ուկրաինայում արտադրում են ջեկերին 47%-ը, Հայաստանում 29%-ը, Հայաստանում էլեկտրաէներգիան 2 անգամ էժան պիտի լիներ։ Հայաստանում այսօր սակագին են ներկայացրել 58 դրամ, Ռուսաստանի միջին սակագինն է 20 դրամ, 4 ռուբլի, 3.50 ցերեկային, 2 ռուբլի գիշերային։ Ուկրաինայի միջին սակագինն է 12 դրամ եւ Ռուսաստանի Ուկրաինայի համակարգերը աշխատում են շահութաբեր։ Մենք կարիք չունենք Ռոբերտ Նազարյանին բերել այստեղ նույնիսկ լսել նրան։ Նա ոչինչ չի կարողանում ասել։
Նույն գազի սակագինի հաշվարկը փառքասու նաև հանձնաժողով եղավ, ես օգտվեցի եւ Facebook-ի իմեջում եւ առավոտ թերթում տպագրեցի Հայաստանի եւ Ուկրաինայի գազերի սակագների համեմատությունը ինչպես 247-ով նա ստանում 270-ով ծախում եւ ինչպես ենք մենք 164-ով ստանում 340-ով ծախում։ Եվ տեսանք, որ խնդրի 75%-ը ոչ էֆեկտիվ կառավարումն է ռուսական այսպես կոչված պետական ընկերություններում, որտեղ տիրական չկա, որտեղ ամեն մարդ, ամեն մի մենեջեր ուզում է ոնց անի, որ փախցնի, որտեղ չկա համագործակցություն, չէր կարելի այդ ամբողջը մի կոմպլեքս ծախել։ Եվ վերջապես ես Անդոնից քանի անգամ ասել եմ, դադարեցեք սակագին հաստատելը, թող իրանք հաստատեն իրենց սակագինը։ Ի վերջո հաստատեն այնպիսի սակագին, որ ծախեն այդ հոսանքը։ Մեզ կատաստրոֆա է սպասում տնտեսական 5-10-15% անկում։ Եվ ես կարծում եմ, որ սա պետք է առաջ անցնել եւ չսպասել Նազարյանը գա թե չէ Նազարյանը որևէ հարց չի լուծում։ Ես իմ խոսքում ոչ միայն ասացի Նազարյանը, այլ ասացի նաև նրանք, ովքեր պատասխանատու են այդ գործի համար։ Ես չեմ կարծում, որ պատգամավորները այնքան հարուստ պրոֆեսիոնալ փորձ ունեն բոլորը եւ այնքան տեղեկատվություն ունեն, որ կարողանանք հենց այսօրվանից դնել, մենք հաշվարկել, մասնավորապես մենք կարող ենք հաշվարկել եւ մեր կարծիքն ասել։ Նրանք, ովքեր պիտի լուծումներ տան այս խնդրին, խնդիրը վերաբերում է նրանց եւ ոչ միայն Ռոբերտ Նազարյանին։ Երբ այս երկու օրը կազմակերպվի լսումներ, նաեւ պատգամավորները իրենց ցանկությամբ կառաջարկեն այս կամ այն չինովնիկին, լիազոր մարմնի ներկայացուցիչ, բոլորը կմասնակցեն, քննարկումը տեղի կունենա, թվերը կիմանանք, վերլուծականների տեղեկություններ, մեր արգումենտացիան դրանից հետո կասենք։ Հարգելի գործընկերներս, ելույթները օրակարգի շուրջ են։ Լևոն Զուրաբյան, համեցեք, պարոն Զուրաբյան։ Էլեկտրաէներգիայի բարձրացման խնդիրը մենք համարում ենք այսօր ամենակարևոր օրակարգային հարցը, ընդ որում հենց ազգային ժողովի համար։ Լսումներ, բայց մենք կարծում ենք, որ այս հարցը պետք է քննարկվի հենց ազգային ժողովի լիագումար նիստում։ Ես իհարկե չեմ ուզում ընդհատել այս կներեք, բայց ես շարունակեմ իմ խոսքը միջև վերջ հասցրել։ Դուք կարող եք հայտարարությունների ժամին անել խնդիրը, բայց ես բան եմ ասում օրակարգին։ Օրակարգի մասին ես հասկանում եմ, բայց կներեք բոլորին շարունակեք, բայց մյուսները խնդրում եմ չանդրադառնալ այլ հարցերի, ինչը չի վերաբերում օրակարգին։ Ուրեմն խոսքը գնում է ամենակարևոր հարցի մասին, որ այսօր հուզում է ամբողջ հայ ժողովրդին, երբ որ հեծի գողության պատճառով կուտակված 250 միլիոնոց պարտքը փորձում են ժողովրդի ուսերին դնել, եւ մենք պետք է զբաղվենք դրանով հենց այստեղ ազգային ժողովի լիագումար նիստում։ Հենց այդ պատճառով մենք ձևաթուղթ ենք վերցրել ուրբաթ օրը, որ կարողանանք արտահերթ քննարկում ունենանք ազգային ժողովում։ Ես ուզում եմ տեղեկացնել ազգային ժողովին, որ մենք աջատել խոսափողը։ Ելույթի համար Նաիրա Զոհրաբյան, համեցեք Տիկին Զոհրաբյան։ Նաիրա Զոհրաբյանի խոսափողը։ Պարոն Սահակյան, այդուհանդերձ մենք եւս գտնում ենք, որ դա լրջագույն խնդիր է եւ անպայմանորեն առաջիկա օրերին Ռոբերտ Նազարյանը ինձ անձամբ տեղեկացրել է, որ ինքը արդեն դիմել է հայտ ներկայացնող կազմակերպություններին եւ 1-2 օրվա ընթացքում կստանա իրենց պատասխանները, այս հարցը օր առաջ պիտի քննարկվի։ Ես խնդրում եմ միայն օրակարգից, հասկանալի է ինձ։ Ես էլ եմ հասկանում, որ հասկանալի է, բայց ժողովրդին հետաքրքրում է թիվ 1 հարցը սա է։ Օրակարգին վերաբերվող քննարկումների մենք կանդրադառնանք, երբ որ կլինի կոնկրետ նախագիծը, կներկայացվի կոնկրետ պատասխանատուն։ Զարուհի Խոստանջյան։ Պարոն Սահակյան, դուք այդպես էլ անդրադարձաք իմ հարցին, թե ինչու իմ հայտարարության նախագիծը չեք դրել շրջանառության մեջ։ Դա ձեր պարտականությունն է, ինչու եք շրջանցել ազգային ժողովի կանոնակարգ օրենքի պահանջները։ Եթե դուք այն ժամանակ դնեիք դա շրջանառության մեջ, հավանաբար այս երիտասարդը, որը կորցրել է աչքը, տեղի չէր ունենա այդպիսի հանցագործություն։ Մենք այսօր էլ, եթե թողնում ենք այսպիսի անպատժելի մթնոլորտի հայտարարություն, ապա մենք նորից ենք ականատես լինելու ազգային ժողովի լիազորություններին։ Դուք մարդկանց այսպես մեղադրում եք, մեղադրանք եք արտահայտում, ասում եք բերեք, ես մեղադրել եմ, դուք էլ դատավորներն եք, հայտարարություն վերցրեք, անջատել խոսափողը։
Հայ Գրիգորյան։ Պարոն Սահակյան, իմ գործընկերը իրեն դրել է ամենայն հայոց դատավորի տեղ եւ անվայել արտահայտություններ անում մարզպետի հասցեին։ Ես ձեզ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս ձեր մտքի վառ արդյունքները այս դալիճում չհնչեցնել եւ անթողը։ Հեղինե Բիշարյան։ Շնորհակալություն, որպեսզի օրակարգից չհեռանամ, պետք է ասեմ, որ մեր գործընկերների հետ միասին ստորագրահավաք ենք կազմակերպել եւ ստորագրահավաքին միացել են ազգային ժողովի падգամավորներ, բայց այս պահին որքան որ տեղյակ եմ, ստորագրահավաքի քանակը չի բավականացում։ Սա օրակարգի հետ կապված է։ Խնդիրը, որի շուրջ մենք հավաքել ենք ստորագրություններ, վերաբերում է էլեկտրոէներգիայի թանկացմանը։ Եվ մենք առաջարկում ենք, սա օրակարգի հետ կապված չէ, ստորագրեք, երբ որ ստորագրությունը կլինի, այն ժամանակ օրակարգի հետ կապ, անջատեք խոսափողը։ Ժառանգություն падգամավորական խմբակցության անունից Ռուբեն Հակոբյան։ Շնորհակալություն, բարի լույս։ Պարոն Սահակյան, ձեր խոսքում ասացիք, որ մենք կանադառնանք հարցին, եթե հանձնաժողովը արդեն կարողանա համապատասխան փաստաթղթով ներկայանալ։ Դա ձեր խոսքում դուք ասացիք։ Բայց այստեղ խնդիրը միայն թանկացմանը չի վերաբերում։ Ի վերջո ավանդույթ է ձևավորվել, որ պարտքերը ասում են 300 միլիոնի գալիս են, ասում են ժողովուրդ, այդ պարտքերը պետք է մարեք։ Եվ ես համաձայն եմ, որ սա ամենաօրակարգային հարցն է այսօր, վստահ եմ, որ ձեզանից մեծամասնությունն էլ ընդունում է, որ դա դեր որևէ մեկի թողեք խոսել, պարոն Սահակյան, թողեք խոսել, կերը մարեք, անջատեք խոսափողը։ ՀԱԿ խմբակցության անունից Լևոն Զուրաբյան։ Պարոն Սահակյան, ես խնդրում եմ Պարոն Հակոբյան, հանգիստ խնդրում եմ։ Հանգստացեք, պարոն Հակոբյան, նստեք ձեր տեղը, ուրեմն դուրս գնացեք։ Մի թողեք ես կանոնակարգի համապատասխան հոդվածը կիրառեմ։ Լևոն Զուրաբյան։ Պարոն Սահակյան, ես խնդրում եմ ձեզ ձեր գործողություններով չլարել մթնոլորտը։ Խոսքը գնում է հենց այս լիագումար նիստում մենք կարող ենք արդյոք օրակարգի հարց դարձնել, այս լիագումար նիստում օրակարգի հարց դարձնել էլեկտրոէներգիայի հարցը եւ դրան է վերաբերվում խոսափողը, ստորագրահավաքը չեք կատարել, անջատեք, ասում ենք։ Հարգելի գործընկերներ, մտքերի փոխանակությունն ավարտվեց, ձայնը տրվում է պարոն Սահակյանին։ Առաջարկում եմ քվեարկության դնել հետաձգումների վերաբերյալ ազգային ժողովի որոշման նախագիծը, երկրորդ բաժնում ընդգրկված հարցը եւ 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ազգային ժողովի որոշման նախագծի առաջին մասը։ Քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Վարման կարգով Հեղինե Բիշարյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, օրինաց երկիր խմբակցությունը առաջարկում է 20 րոպե ընդմիջում, որպեսզի հասկանանք ինչ է տեղի ունենում դալիճում։ 20 րոպե ընդմիջում։